Միասին պատրաստում ենք տապակած կաղամբ։ Դրա համար մեզ անհրաժեշտ է կաղամբ, կարտոֆիլ, գազար, տոմատ և սոխ, ինչպես նաև ձեր սիրելի համեմունքները։ Նախ կաղամբի վերևի երկու շերտը հանում ենք և մի լավ լվանում ենք։ Հետո բաժանում եմ ավելի փոքր մասերի և դանակի օգնությամբ կտրատում եմ այնպես, ինչպես ցույց եմ տալիս վիդեոխոլովակում։ Արդեն ողջ կտրատված կաղամբը տեղափոխում եմ ավելի խորը տարայի մեջ, վրան մեկ թեյի կթալ աղ եմ անում և ձեռքերի օգնությամբ տրորում եմ։ Իսկ մինչ այդ կտրատում ենք մնացած բանջարեղենները։ Սոխը կտրատում եմ կիսալուսնաձև մաքսիմալ բարակ։ Կարտոֆիլը բաժանում եմ մանր խորանարդիկների, իսկ գազարը քերում եմ քերիչի օգնությամբ մեծ կողմով։ Այստեղ ես որոշել եմ ավելացնել 2 հատ կանաչ պղպեղ, եթե դուք ցանկանում եք, կարող եք ավելացնել նաև կարմիր պղպեղ։ Թավայի մեջ լցնում եմ ձեթը և բոլոր բանջարեղենները ըստ հերթականության ավելացնում եմ, մինչ կաղամբի և կարտոֆիլի ավելացնելը։ Թավայի մեջ ավելացնում ենք 2 ճաշի գթալ տոմատի մածուկը և մոտ 1 րոպե տապակում ենք։ Ապա ավելացնում ենք կաղամբը և թողնում ենք 2-ից 3 րոպե, որպեսզի այն ավելի փոքրանա։ Ապա մի լավ խառնում ենք և ավելացնում ենք կարտոֆիլը։ Կարտոֆիլից հետո անմիջապես ավելացնում ենք 3 բաժակ ջուրը։ Համեմում ենք աղով, պղպեղով և կարմիր պղպեղով, մի լավ խառնում ենք, փակում ենք կափարիչը և եփում մինչ կարտոֆիլի պատրաստ լինելը։ Վերջում վրան ավելացնում ենք թարմ կանաչի, ինձ մոտ այն սամիթն է, և ըստ ցանկության կծու պղպեղ։ Այսպես զարդարում և մատուցում։ Ուղղակի համեղություն։